Ազատեք ձեր նյարդերը այս 3 խմբի մարդկանցից։ Առաջինը հավերժ մելանխոլիկներ։ Ինչ ուզում ես Սարա, պատմիր ամենածիծաղելի անեկդոտները, գեղեցիկ պատմություններ, հրավիրիր տարբեր զվարճանքի վայրեր, խուտ ու տուր։ Եվ նույնն է, նա ամեն ինչում հմտորեն կգտնի գոնե մեկ բացասական բան, ինչը քեզ ու միլիոնավորների համար շատ չնչին է տխրելու համար, բայց նա կհենվի այդ մեկ փոքր մոլեկուլի վրա ու կփչացնի իր տրամադրությունն ու կյանքն էլ քոնն էլ։ Երկրորդը, ազատվիր այն մարդկանցից, ովքեր դեռ չեն կարողացել ձերբազատվել անցյալի խնդիրներից, ձախողումներից ու կորուստներից։ Իրենք քո ցանկացած արարքի մեջ կարող են գտնել կողմնակի, ինչպես ասում ենք, պապոչնի էֆեկտ, արարքդ կմեկնաբանեն յուրովի ու որպես կանոն ի վնաս քեզ։ Հարաստել շուր կտան քո դեմ սխալ բնութագրմամբ, ասելով դու ուզում էիր ասել սենց, ես դա քեզանից չէի սպասում։ Բայց ոչինչ, ես կյանքում շատ բաներ եմ տեսել, սրան էլ կդիմանամ։ Եվ երրորդ, իրենց սխալը չընդունող մարդկանցից հեռու փախչեք։ Նրանք երբեք չեն աճում, շրջապատի աճն էլ դանդաղեցնում են իրենց տոքսիկ ներկայությամբ։ Իմիջիալոց տոքսիկը հայերենում թարգմանվում է թունավոր, թունեղ, ես դա գիտեմ, բայց խոսակցականում շատ ավելի դիպուկ է տոքսիկը ու նման այլ տերմիններ, որոնք մարդկանց մեջ արդեն տպավորվել են այդպես։